Ընտրությունների կեղծված լինելու մասով ընդդիմությունը մասամբ ճիշտ է, քանի որ իրենք ամեն կերպ փորձել են կեղծել ընտրությունները։ Ակնհայտ է հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումների ծավալից, թե ինչ մասշտաբի է եղել հանրապետությունում ընտրակաշառքը, թե ինչպես են այդ սրիկաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճակատին փորձել գնապիտակ փակցնել, ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին, սակայն, չի ծախվել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ծախու արարածներին ասել է, որ ինքը իր հոգին ու իր քվեն չի վաճառում։ Պարոն Ալեքսանյան, քանի որ իշխանության տարբեր պաշտոնյաներ են նշում, որ այդ ընտրակաշառքները մեծ դեր են ունեցել, ինչու քաղաքացիական պայմանագիրը եւս սահմանադրական դատարան չի դիմում, կամ գուցե քննարկում եք դուք եւս դիմեք սահմանադրական դատարան այդ մասով ձեր առարկությունները ներկայացնելու, կամ չգիտեմ, արդյունքները օրինակ չեղյալ համարելու պահանջով։ Մենք հիմա շատ կարևոր օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման փուլում ենք, հիմա այդ քննարկումներն են ընթանում, որ հետագայում արդեն ամեն ինչ շատ ավելի հստակ լինի ընտրակաշառքի մասով, որովհետև առնվազն այն ինչը ես եմ հասկացել մեր իրավաբանների հետ խորհրդակցությունից, այնա որ այս պահի դրությամբ մեր օրենսդրությունը բավականաչափ հստակ չի ու ընտրակաշառատու սրիկաները կարողանում են դեռևս մանևրել օրենքի այսպես բաներում։ Առնվազն ընտրակաշառք բաժանելու մասով շատ լուրջ խստացումներ ենք նախատեսում ու քաղաքական դաշտի մաքրում ենք նախատեսում ընտրակաշառատու սրիկաներից։ Պարոն Ալեքսանյան, հիմա սահմանադրական դատարան ինչու չեք դիմում։ Ընտրակաշառքով են ընտրել։ Առնվազն ԿԸՀ-ի դիմաց երեկվա ընդդիմադիր բոլոր կուսակցությունների հրավիրած հանրահավաքի թիվը դա է հուշում, կներեք, դա 500,000 ձայն ստացած քաղաքական միավորի հավաք չէր ԿԸՀ-ի դիմաց։